Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մղթար Այրապետյանն ամփոփեց 2025 թվականին գերատեսչության իրականացրած աշխատանքն ու արդյունքները, որոնք հնարավորություն են տվել Հայաստանին զարգացնելու ռազմաարդյունաբերության, կիբեռանվտանգության, նորարարական տեխնոլոգիաների կիրառման եւ դրանց հարակից մի շարք այլ ոլորտները։ Նախարարը առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի ամերիկյան հայտնի Firebird ընկերության հետ գործակցության մասին, որը Հայաստանը դարձնելու է արհեստական բանականության կամ նորարարական գերժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն տարածաշրջանում։ Ըստ կնքված պայմանագրերի ԱՄՆ-ն այս ոլորտում $4 միլիարդ ներդրում է իրականացնելու։ Մղթարյանի խոսքով այստեղ հարցը ոչ այնքան աշխատատեղերի ստեղծումն է, որը կարող է հասնել 200-ի, այլ այն կարևոր ռազմավարական նշանակությունը, որի շնորհիվ Հայաստանը այս ոլորտում վերածվում է արտահանող երկրի։ Արդեն իսկ պատրաստի պրոդուկտները ներմուծվելու են Հայաստան, պարզապես դրանք Հայաստանում գեներացնելու են կամ արտադրելու են բանականություն, արհեստական բանականության հաշվողական, գերհզոր հաշվողական ռեսուրսներ, որոնք ինտերնետ կապով ուրեմն հասանելի են դառնալու ուրեմն հնարավոր պոտենցիալ շահառուների։ Նախարարն անդրադարձավ նաև ռազմաարդյունաբերության ոլորտին։ Այստեղ եւս ըստ նրա կատարվել են բովանդակային կարևոր փոփոխություններ, հեղինակային իրավունքի պահպանում, պետություն-գյուտարար հարաբերությունների կարգավորում եւ իհարկե պետության կողմից ահռելի ֆինանսական միջոցների ներգրավում ոլորտի ամբողջական զարգացման համար։ Կատարվել է մոտ 2 միլիարդ, ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամի ֆինանսավորում գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների 2025 թվականին, որը խնդրում եմ ուշադրությամբ արձանագրել 50%-ով ավելի է իր կատարողականով, քան 2024 թվականին արձանագրված արդյունքը, որը փոքր-ինչ ավելի էր, քան 1.4 միլիարդ դրամը։ Տեխնոլոգիական էկոհամակարգում իրականացված ծրագրերը նույնպես բազմաթիվ եւ նշանակալից են։ Շարունակելով ասուլիսը նման միտք հայտնեց նախարարը։ Այսպես 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը 650 էր, 2025 թվականին այն հասել է 12026-ի։ Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 17 թվականին 15350 էր, 24 թվականին 41541, 25 թվականին 41431, 25 թվականին 17 թվականի աճը կազմել է 17-ի համեմատ կազմել է 2.6 անգամ։